բայց նրա կողմից որևէ որոշում չի կայացվել այս ամբողջ ժամանակահատվածում ու շատ անհասկանալի հանգամանքներով առանց որևէ լրացուցիչ բանվորային գործողությունների 2025 թվականի փետրվարի 21-ին անհիմն մեր կարծիքով որոշում է կայացվել մեր գործողությունների հետ որևէ կապ չունեցող հանգամանքներով քրեական օրենսգրքի նկարագրության եւ մեր գործողությունների հետ որևէ ալերտ չունեցող հոդվածով մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, որի հետ կապված քննիչի հետագա գործողություններում մենք բողոքարկել ենք նաև մեր նկատմամբ կիրառվել է մեր կարծիքով ոչ իրավաչափ խախտման միջոց, մենք դրան հիմա հուսով ենք անդրադառնալ, դա բողոքարկվել է դատախազին, դրա կապակցությամբ ևս ստացել ենք որոշումներ, որոնք մեզ չեն կարող որևէ կերպ բավարարել, այսինքն այս եւ այլ գործողությունների հանգամանքների համադրությունը ցույց է տալիս, որ պարոն Ավետյանը իմ հանդեպ ունի սուբյեկտիվ ընկալումներ, ինձ համար անհասկանալի, թերևս դա կարող է պայմանավորված լինել քաղաքական հանգամանքներով եւ քանի որ ես չունեմ կոնկրետ տվյալներ, փաստեր, այսինքն հնարավոր չի եղել այլ կարգավիճակում որևէ դատավարական գործողությունով արգելավել ընդհանրենք պարոն Ավետյանի բջջային հեռախոսը, ցույցել նրա պարունակությունը, այդ թվում եւ WhatsApp հավելվածով նամակագրությունը, հետեւաբար չեն կարող ասել, թե կոնկրետ ինչ հանգամանքներ կարող է պատճառ հանդիսած լինեին, որպեսզի պարոն Ավետյանի նկատմամբ ցուցաբերեր նման որոշումներ, նման մոտեցումներ, պարոն Ավետյանի կողմից նաեւ մերժվել է մեր պաշտպանական թիմից պաշտպան Արսեն Բաբայանի միջնորդությունը բարույթում այլ անձանց ներգրավելու, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանին, Անդրանիկ Քոչյանին, Արուսակ Գյուլակյանին, որպես մեղադար այս գործում ներգրավելու համար, ինչը ցույց է տալիս, որ պարոն Ավետյանը մեր կարծիքով հակված է եղել ոչ թե գործի անկողմնակալ բազմակողմանի քննություն կազմակերպելու իրավասությունների շարունակելու, այլ հասարակական անձնապես իմ դեմ կոնկրետ գործողություններ անելու եւ դրանով պայմանավորված ոչ մեր կարծիքով ոչ իրավաչափ որոշումներ կայացնելու համար։ Կարծում եմ, որ սա մինչև այժմ ցուցաբերած վարքագիծը ռիսկեր է առաջացնում նաեւ նրա հետագա գործունեության հետ կապված, որում մենք պարոն Ավետյանի գործողությունների մեջ նաև նկատել ենք այնպիսի ծառեր, որոնց կարգավորումները տրված են քրեական օրենսգրքի 480 հոդվածի կարգավորումներով, ակնհայտ անմեղ անձին քրեական հետապնդումներ ենթարկելու եւ քրեական օրենսգրքի այլ հոդվածների կարգավորումներով մենք դրա հետ կապված ունենք շատ ծանր հիմնավոր դատողություններ, բայց դրա հետ կապված իրավական գործընթացներ նախաձեռնելու եւ դրանց իրավական գնահատական տալու համար նախ առաջ անհրաժեշտ է որպեսզի պարոն Ավետյանը հեռացվի այս վարույթից եւ չունենա այս վարույթում որևէ դատավարական կարգավիճակ։ Շնորհակալություն։ Ավարտեցիք։ Պարոն Ղազարյան, այդ ներկայացած միջնորդության հետ կապված դատարանը ցանկանում է որոշակի բարձրաբանում ստանալ։ Կա որևէ որոշում, որ հանրային մեղադրողը բացառությամբ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելուց բացի կայացրել է ձեր գործով։ Մենք բողոքարկել ենք ուրեմն հանրային մեղադրողի նաև քննիչի կողմից կայացած որոշումները, մասնավորապես չբացակայելու արգելք սահմանելու վերաբերյալ որոշումն է բողոքարկվել հանրային մեղադրողին, ինչպես նաև բջջային հեռախոս արգելավելու մասին որոշումն է քննիչի բողոքարկվել հանրային մեղադրողին, որոնց կապակցությամբ ստացել ենք բացասական եւ մեր կարծիքով ոչ հիմնավոր պատասխաններ։ Շատ։ Հարգելի պաշտպան, միանում եք։